Ուր է գնացել, ինչի վրա է ծախսվել $500 միլիոն ռուսական վարկը։ 2013 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկմանն այսօր կառավարությունից պարզաբանում պահանջեց Բարգավաճ Հայաստան կուսակցության խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։ 2009 թվականին վերցրած եւ միայն անցած տարի ամբողջովին մարված ռուսական վարկի պատմությունը ըստ падգամավորի բավականին մութ ու կասկածելի է։ Վարկերը տրվել են տարբեր գործարարների, տարբեր մերձավորների։ Ֆինանսների փոխնախարար գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը վստահեցնում է, այդ վարկից ոչ մի կոպեկ հենց այնպես չի ծախսվել։ Մեծ կտորը ասեմ այդ վարկերից տրամադրվել է կենտրոնական բանկին տնտեսության վարկավորման համար։ Տիկին Զոհրաբյանը պարոն Ջանջուղազյանին եւ բոլորին խոստացավ համապատասխան կազմակերպությունների ու անհատների ցուցակ ներկայացնել, որոնց բաշխվել է ռուսական վարկը։ Հայ ազգային կոնգրեսի падգամավոր Նիկոլ Փաշինյանին էլ հետաքրքրում էր արտաքին պարտքը, որը 2013 թվականին կազմել է $861 միլիոն։ Մինչդեռ նախորդ տարիներին այս ցուցանիշը կրկնակի ցածր է եղել։ Չարժի արդյոք վերաբանակցել այս պարտքի սպասարկման հետ կապված խնդիրը, որպեսզի ավելի սահուն տեղի ունենա։ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավազյանը շտապեց փարատել падգամավորի մտահոգությունը։ Մենք ունակ ենք կառավարել մեր պետական պարտքը։ Իսկ անցած տարի պարտքի սպասարկման մեծ ցուցանիշը նա դարձյալ պայմանավորեց ռուսական վարկի մարմամբ։ Ընդունվեց նաև քաղաքական որոշում այդ վարկը մարելու մասին։ Նիկոլ Փաշինյանին արձագանքեց նաև գլխավոր գանձապետը, սակայն նրա երկարաշունչ բացատրությունները չգոհացրին падգամավորին։ Ձեր պատասխանը անկեղծ ասած հիշեցրեց Պարուս Սևակի առաջադրանք աշխարհի բոլոր հաշիչ մեքենաներին բանաստեղծությունը։